Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, մենք ընդունեցինք Միացյալ Նահանգների փոխնախագահին Երևանում, քննարկեցինք նրա հայտարարություններն ու ուղերձները, ապա նաև պիտի քննարկենք Բաքվում նրա այցը եւ այնտեղ արված հայտարարությունները։ Ինչ կարևոր արձանագրում եւ առանձնացումներ եք դուք արել Բաքվի այցից։ Կարևոր արձանագրումները մի քանիսն են։ Սկսենք նրանից, որ 1 տարի առաջ, երբ Տրամպը ստանձնեց երկրորդ անգամ նախագահությունը Միացյալ Նահանգներում, թե ես, թե բազմաթիվ այլ գործընկերներ խոսում էինք այն մասին, որ նախընտրական խոստումը այն, որ պետք է գալիս է որպես խաղաղարար Տրամպը եւ փորձելու է կանգնեցնել պատերազմներ, ամենահեշտն է կատարել մեր հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչու, որովհետեւ նախորդ ադմինիստրացիայի կողմից բավական մեծ աշխատանք արդեն տարվել էր եւ մի փոքր ջանքեր պետք է գործադրել, որպեսզի ինչ հաջողություններ լիներ։ Իհարկե, այդ ժամանակ ոչ ես կարծում եմ, ոչ էլ գործընկերները չէինք պատկերացնում, որ հաջողությունների ծավալը կարող է այսպես մեծ լինել, բայց ենթադրում ենք, որ այստեղ կա որոշակի ներուժ եւ այդ ներուժը Միացյալ Նահանգները կարող է օգտագործել, անձամբ Տրամպը կարող է օգտագործել իր անձնական վարկանիշի բարձրացման եւ իր նախընտրական խոստումները կատարելու համար։ Ի վերջո, post factum եկեք արձանագրենք, որ այս տրամաբանությունը ընդունել է նաեւ Սպիտակ տանը եւ այն ինչ տեղի ունեցավ ոչ միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները արդեն բարձ է, որ ունի բավական հետաքրքիր եւ խորը ռազմավարական շահեր մեր տարածաշրջանում, կապված մի քանի գործոնների հետ, որոնցից ոչ վերջինն է տարանցիկ անցման հնարավորությունը, բայց նաեւ Տրամպի անձնական ակնկալիքների, անձնական ցանկությունների հետ կապված, այն, որ այսօր շատ Միացյալ Նահանգների փորձագետներ հայտարարում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարևորագույն հաջողություններից մեկն է, եթե ոչ կարևորագույնը, որ ունեցել է Տրամպը իր այս 1 տարվա նախագահության ընթացքում։ Եվ Վենսի այցը այս տրամաբանական շարունակությունն է։ Վենսը եկավ տարածաշրջան ամրագրելու, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները միսուարյուն են առնում, ամրագրելու, որ օգոստոսի 8-ից 6 ամիս անց դրանք ավելի շատ հնարավորություններ են բացել եւ ավելի է զարգացել համաձայնությունները իրականացնելու ուղին, քան կարելի է նույնիսկ պատկերացնել եւ այդ այցը կարելի է ասել, որ հիմնավորեց այս մոտեցումները։ Ինչ վերաբերում է կոնկրետ բովանդակությանը, կանխելով հավանաբար ձեր հաջորդ հարցը, ես կարծում եմ, որ այն ինչ հայտարարվեց Հայաստանում, եթե իրականություն դառնա, իհարկե կան տարբեր կարծիքներ, բայց ես այնուամենայնիվ լավատես եմ, կարծում եմ, որ գոնե մեծ մասամբ հայտարարությունները իրականություն կդառնան, դա իր հերթին աննախադեպ զարգացում է Հայաստանի Հանրապետության համար։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք իր գոյության ընթացքում սկսած 1991 թվականից ուղիղ ռազմատեխնիկական համագործակցություն Միացյալ Նահանգների հետ չի ունեցել, ավելի կոնկրետ ասենք, ռազմական տեխնիկա չի գնել Միացյալ Նահանգներից, բայց այս անգամ տեսեք Վենսը ոչ միայն հայտարարեց այդ դրոնների մատակարարման մասին, այլև հայտարարեց, որ սա սկիզբն է ռազմատեխնիկական համագործակցության, ուղիղ համագործակցության։ Դա շատ կարևոր է մեզ համար, բայց դա բացում է մի շատ հետաքրքիր դուռ, որի մասին մենք չենք էլ պատկերացնում։ Այդ դուռը այլ գործընկերների հետ համագործակցությունն է։ Եկեք հիշենք, երբ Ֆրանսիան Հայաստանին վաճառեց Սեզար համակարգերը, անմիջապես դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այլ դռներ եւս բացել։ Ես կանխատեսում եմ եւ համոզված եմ իմ կանխատեսման մեջ, որ Միացյալ Նահանգների հետ այս ուղիղ ռազմական համագործակցության սկսումը բացելու է մեզ համար նախկինում փակ բազմաթիվ դռներ, կապված Միացյալ Նահանգների այլ գործընկերների հետ, որոնք որոշակի մտավախություններ ունեին մինչ այս հնարավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության դեռևս հապկում գտնվելու վերաբերյալ, շատ դեպքերում ուղղակի նայում էին, որ Միացյալ Նահանգները ուղիղ վաճառք չի անում Հայաստան եւ իրենք էլ զգուշանում էին, այժմ այդ զգուշացումները որոշակի առումով հաղթահարված կլինեն, թեև հապկում մնալը օրինակ դեռևս որոշակի խոչընդոտող գործոն։ Իսկ դրան Ադրբեջանը ոնց կվերաբերվի կամ արդյոք եղել են մեկնաբանություններ իրենց հասարակական քաղաքական դաշտում։ Ես ճիշտ ասած չեմ նկատել մեկնաբանություններ, բայց ես տեսել եմ այլ բան, տեսել եմ, որ Ադրբեջանում գոնե փորձագիտական հանրույթի մակարդակում որոշակիորեն դժգոհ են նրանից, թե ինչպես է զարգանում համագործակցությունը Միացյալ Նահանգներ Հայաստան ձևաչափով եւ ինչպես է զարգանում համագործակցությունը Միացյալ Նահանգներ Ադրբեջան ձևաչափով։ Ես ինքս տեսնում եմ բավական լուրջ տարբերություն։ Տեսեք, Վենսը Երևանից հետո մեկնեց Բաքու։ Այնտեղ եղան հանդիպումներ, այնտեղ եղավ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, այնտեղ եղան հայտարարություններ եւ Միացյալ Նահանգները ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում ինչ որ բան
հայտարարեց, որ բերել է իր հետ կամ ինչ-որ բանի խոստում իր հետ բերել է։ Որոնք են այդ ինչ-որ բաները։ Ադրբեջանցի փորձագետները, ես իմ անունից չեմ ասում, թեևս այս հարցում համաձայն եմ, ադրբեջանցի փորձագետները խոսում են այն մասին, որ մոտորանավակը կամ զրահաբաճկոնը ինքը իրենից ներկայացնում է վերջնական product, որը կարելի է գնել, օգտագործել, շարքից դուրս գա եւ վերջ։ Իսկ Հայաստանի խոստացված ներդրումները, որովհետև այդ 9 միլիարդի մի մասը այնուամենայնիվ ներդրում է Վենսը պարզաբանեց իր երկրորդ անգամ հարցերին պատասխանելիս մեր լրագրողների։ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում ենթադրվող գործընթացները, որոնք պիտի տեղի ունենան, օրինակ մոդուլային ատոմակայանների կառուցումը, որոնց համար մենք 1-2-3 համաձայնագիրը ստորագրում ենք եւ համաձայնեցնում ենք։ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության խորացումը եւ այլն, դրանք երկարաժամկետ գործընթացներ են, որոնք չեն ենթադրում մեկ գործարք, ինչ որ վերջնական product, որը հետագայում սպառվում է, մաշվում է եւ այլն եւ դուրս է գալիս եւ հետո պետք է նորից գնալ եւ նորից համաձայնեցնել նոր գործարք, նոր product ձեռք բերելու վերաբերյալ։ Այսինքն շատ ավելի ռազմավարական առումով խորը եւ համապարփակ է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, քան Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Այլ հարց է, որ Ադրբեջանում խոսակցություն գնաց Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի մասին, Վենսը ասաց, որ Միացյալ Նահանգները փաստորեն հնարավորություն ստեղծեց Ադրբեջանի եւ Նախիջևանին ուղիղ կապ ունենալ, ախաչոտոտ կապ ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքով։ Ես չեմ գտնում, որ այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ այդ կապի տրամաբանությունը համատեղվել է Հայաստանի Հանրապետության պահանջների հետ։ Երեք ձեր տաղավարում Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսեց դրա մասին եւ ասաց, որ 5 հիմնական սկզբունքները, որոնք պնդում էր Հայաստանի Հանրապետությունը, պահպանվել են։ Իսկ ինչ է նշանակում ախաչոտոտ կապ, այս դեպքում ախաչոտոտ կապ նշանակում է, որ ադրբեջանցիները կարող են Հայաստանի տարածքով անցնել եւ մեզ վճարել եւ իրենք էլ այո, տրիպի շրջանում եւ վճարել մեզ Հայաստանի տարածքը օգտագործելու համար եւ իրենք կապ ունենան իրենց մյուս հատվածի Նախիջևանի հետ։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ սա հաղթանակ մոդել է փոխհարաբերությունների, ինչը նշանակում է, որ երկու կողմն էլ փաստացի շահում են։ Պարոն Ղևոնդյան, Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները բարձրանում են մի նոր մակարդակի, մի նոր փուլի։ Այո։ Դա համարժեք է, որ մենք ասենք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններն են բարձրանում մի նոր փուլի վրա։ Այսինքն այդ երկու նոր փուլերը արդյոք միմյանց հետ համարժեք են, թե ոչ։ Որովհետեւ ես այս օրերին մի կարծիք էլ լսեցի, որ Միացյալ Նահանգները չի ուզում նախապատվություն տալ կամ Հայաստանին կամ Ադրբեջանին։ Այս այսինքն նշանակում է, որ իրենք փորձում են Հայաստանին եւ Ադրբեջանին իրավազորության հավասարության տիրույթում տեղավորել, այսինքն ոչ Ադրբեջանը կարող է գերակա լինել Հայաստանի նկատմամբ եւ ոչ էլ հավակնություններ պիտի ունենա այս մասով։ Շատ լավ կլինի, եթե Միացյալ Նահանգները թույլ չտա, որ Ադրբեջանը գերակայության հավակնություններ ունենա Հայաստանի նկատմամբ, որովհետև անմիջապես պատերազմից հետո Ադրբեջանը բազմաթիվ հարթակներում խոսում էր այն մասին, որ տարածաշրջանում ինքը դարձել է 4-րդ տարածաշրջանային տերությունը եւ Հայաստանը ու Վրաստանը դա պետք է ընդունեն։ Բայց ես դրա մասին չէ որ ցանկանում եմ խոսել, ես կցանկանայի չհամեմատել Հայաստան Միացյալ Նահանգներ եւ Ադրբեջան Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Ինչու՞։ Առաջին գործոնը, որի համար ես չէի ցանկանա համեմատել, դրա մասին արդեն նշեցի, այն որ Ադրբեջանի հետ համագործակցությունը դեռ նոր ռազմավարական մակարդակի է հասնում եւ դեռ չգիտենք թե Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը ավելի հերանեկարային ծրագրերի իմաստով ինչ համաձայնություններ ձեռք կբերեն եւ ինչ կանեն, ի վերջո 907-րդ բանաձևը դեռևս վերացված չէ Միացյալ Նահանգներում, ինչքան էլ որ Տրամփը 1 տարով կասեցրել է դրա գործունեությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետության հետ նման խնդիր չկա։ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների համագործակցությունը զարգանում է բավական մեծ տեմպով։ Եվ ես կցանկանայի խոսել այս տեմպի մասին։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ պետության հետ, այդ թվում Ռուսաստանի հետ, չի ունեցել հարաբերությունների զարգացման նման տեմպ։ Մենք Ռուսաստանի հետ շատ ավելի խորը ինտեգրման գործընթացներում ենք, եթե դա կարելի է ինտեգրում անվանել, թեև այնտեղ վասալային կախվածություններ ավելի շատ նման, բայց այդ ինտեգրման գործընթացները տևել են տասնամյակներ։ Այդ գործընթացների մենք հասել ենք տասնամյակների ընթացքում, այդ ընթացքում հավանաբար ինչ-ինչ անձնական հարցեր են քննարկվել, անձնական հարցեր են լուծվել, մարդիկ որոշակի անձնական շահեր են ունեցել, այդ շահերը հավանաբար ամենաբարձր մակարդակով քննարկվել են, մեկը մյուսին խոստումներ են տվել եւ այլն, գուցե որոշ դեպքերում կատարվել են խոստումները, որոշ դեպքերում չեն կատարվել, բայց այդ ամենը ժամանակ է տարել եւ այդ ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մեծ կորուստներ է կրել։ 2020 թվականի պատերազմը եւ պատերազմի արդյունքը հենց այդ կորուստների վկայությունն է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ քննարկում է բացառապես երկու երկրների միջև շահերին համապատասխան համագործակցության եւ այդ համագործակցության զարգացման հարցեր եւ
Քանի որ չկան իմ նշած այդ անձնական մակարդակում ինչ-ինչ խոսակցությունները, խոստումները եւ այլն, մեկը մյուսին խաբելը, այդ խաբելու արդյունքում նեղացվածությունը եւ այլն, տեմպը շատ ավելի արագ է։ 1 տարվա ընթացքում նորից ես նշեմ, ընդամենը 1 տարի առաջ է տեղի ունեցել առաջին հանդիպումը Փաշինյանի եւ Վենսի միջեւ։ 1 տարվա ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Նահանգները այնքան եւ այն մասշտաբի ծրագրեր են իրար հետ համաձայնեցրել, որոնց որոշ ծրագրերի շուրջ կան արդեն փաստաթղթեր, որոշ ծրագրերի շուրջ դեռևս բանակցությունները շարունակվում են, որոշ հարցեր կան, որոնք ուղիղ Միացյալ Նահանգների չեն կապված են այլ երկրների հետ, բայց Միացյալ Նահանգները տեղյակ է դրա մասին եւ Միացյալ Նահանգները մասնակցություն է ունեցել այդ հարցերը լուծելու եւ Հայաստանի շահը նորից իրացնելու գործընթացում, որոնց մասին մենք կիմանանք մոտակա ամիսներին եւ այդ ամենը տեղի ունեցել ընդհանրապես 1 տարվա ընթացքում։ Ինչու նորից նշեմ, որովհետեւ բանակցությունները ընթանում են բացառապես երկու երկրների պետական շահերը համադրելու գործընթացի շրջանակներում եւ չկան այստեղ խութեր, ինչպես եղել են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, երբ պետք է նաեւ մեր բարեկամի որդուն ինչ-որ միտեղ տեղավորել կամ ընդհակառակը նրանցից որևէ մեկին որևէ բան մատակարարել։ Պարոն Ղևոնդյան, բայց եթե նույնիսկ դուք նշում եք, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն աննախադեպ են այն առումով, որ իրենք շատ արագ են զարգանում եւ շատ ավելի բարձր մակարդակի են հասնում, այդուամենայնիվ իմանալով հանդերձ թե որքան դժվար է լինում Միացյալ Նահանգների հետ որևէ գործընթացում առաջ տանել շատ ավելի արագ իրադարձությունները, չկա մտավախություն, որ այն խոստումները, որոնք այսօր եղել են, որոնց վերաբերյալ դեռ փաստաթղթեր կնքված չեն, այն ներդրումները, որոնց մասին խոսք կա, դեռևս դրանց հետ կապված հստակ գործնական քայլերը չեն մատնանշվում, չկա մտավախություն, որ օրինակ քաղաքական որևէ փոփոխության պարագայում Միացյալ Նահանգների մասին է խոսքը։ Առաջնահերթությունները կարող են փոխվել կամ խոստացված ներդրումների ֆինանսական հոսքերը գան մաս-մաս կամ առհասարակ չգան։ Չկա այստեղ մտահոգություն։ Միացյալ Նահանգները ինստիտուցիոնալ երկիր է։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում անկախ քաղաքական փոփոխություններից հիմնական ինստիտուցիոնալ մոտեցումները փոխվում են շատ երկար ժամանակով մեկ եւ շատ դանդաղ։ Նույնիսկ այն, որ Բայդենից հետո եկավ Տրամպը եւ Տրամպը անկանխատեսելի էր իր էությամբ, որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ, նույնիսկ դա ընդհանուր առմամբ ինստիտուցիոնալ մոտեցումները չփոխեց։ Եվ մենք տեսնում ենք իներցիոն շարունակություն այն քաղաքականության, որը գոյություն ունեցել գոնե մեր նկատմամբ, մեր տարածաշրջանի նկատմամբ, որը գոյություն է ունեցել Տրամպից առաջ։ Գուցե Տրամպի առաջին նախագահության ժամանակաշրջանում փոքր ինչ այլ էին մոտեցումները, հաշվի առնելով, որ նա մեկուսացման քաղաքականություն էր վարում, բայց երկրորդ շրջանում Տրամպը նման քաղաքականություն չի վարում։ Դա կարելի է հավանաբար բացատրել նրանով, որ իրողությունները փոխվել են եւ նաեւ Տրամպը խնդիր չունի երկրորդ անգամ ընտրվելու, արդեն երկրորդ նախագահությունն է, իր ազատ է, կարողանում է անել այն, ինչ ցանկանում է իրականում։ Եվ այս տրամաբանության մեջ իհարկե ոչինչ այդպես 100%-ով վստահորեն ասել չի կարելի, բայց մեծ է հավանականությունը, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում 2029 թվականից հետո, երբ այլ նախագահ կլինի, այնուամենայնիվ գործընթացները շարունակություն կստանան։ Հիմա Վենսի այցից հետո որևէ քայլ առաջ սպասել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ես հիշեցնեմ, Վենսը Երևանում երբ խոսում էր TRIP-ի ուղուց, նա TRIP-ի մասին նա ասում էր, որ խնդիրը ոչ թե ներդրումներն են, այլ ինչպես անել, որ գործընթացը տեղափոխվի արդեն հաջորդ փուլ եւ հնարավորություն տրվի վարչապետին, որպեսզի նա արդեն խոսի եւ նայի դեպի ապագա։ Իրականում քաղաքական օրակարգը շատ հագեցած է, մենք գիտենք, որ ընդամենը 2-3 ամիս անց Երևանում լինելու է եվրոպական համայնքի ղեկավարների հանդիպումը, իմ տեղեկությունով 30-ից ավելի պետության ղեկավար է Հայաստան ժամանելու, ինչը նշանակում է, որ շատ դժվար է գտնել ժամանակ գործընթացներին հավելյալ թափ հաղորդելու համար, բայց Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այդ ժամանակը գտնել, հուսանք, որ արագացում կլինի նաև հայ-ադրբեջանական բանակցությունների տարբեր кейսերում, օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ես ինքս որոշակի նորություններ եմ սպասում, հուսանք, որ արագացում կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցերում, շատ հնարավոր է, որ կարճ ժամանակ անց մենք տեսնենք Թուրքիայի կողմից այն խորհրդանշական քայլը, որի մասին խոսել է Էրդողանը, եւ այդ ամենը պետք է ընդհանուր համակարգի մաս դիտարկել եւ կապել Վենսի այցի արդյունքների հետ։ Այլ բան է, որ շատ դեպքերում գործընթացները ոչ այնքան արագ են զարգանում, որքան մենք կցանկանայինք, տեսեք, երբ ես խոսում եմ Հայաստան-Ադրբեջան համագործակցության արագ տեմպի մասին, միաժամանակ պետք է հաշվի առնել, որ օրինակ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում շատ դանդաղ տեմպով է ընթանում, անկախ նրանից այդ շինարարությունը մասնավոր է, պետական է, թե ինչ է, եւ ես հույս ունեմ, որ օրինակ TRIP-ը
չի կառուցելու հայկական ընկերություն կամ կառուցման գործընթացում հայկական ընկերությունները գերակա դիրք չեն զբաղեցնելու, հակառակ դեպքում ուղղակի համոզված եմ, որ եթե հայկական ընկերություն դա կառուցի, բոլոր ժամկետները խախտվելու են։ Փորձն դա ուշ։ Իսկ կառուցման մասին խոսեցիք, եթե ամեն դեպքում հայկական կողմը որոշի, որ Միացյալ Նահանգների առաջարկած փոքր մոդուլային կայանների կառուցումն է իր համար շահավետ, ով դա պետք է կառուցի, Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ տրամաբանական կլինի, որ հայկական կողմը որոշի Միացյալ Նահանգների մոդուլային ատոմակայանները կառուցել, հակառակ դեպքում ինչու էինք այսքան Ինչու է տրամաբանական, կարելի է բանակցել Տեսեք, հակառակ դեպքում ինչու էինք այսքան երկար բանակցում եւ միանում 1 2 3 համաձայնագրին, եթե Ռուսաստանի հետ էինք կառուցել Ռուսաստանը խնդիրներ չէ, դա չի պարտավորեցնում, բայց հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ ամենաառաջատար տեխնոլոգիաներին։ Ինչու պիտի գնանք հետամնաց ռուսական տեխնոլոգիաներով փորձենք ատոմային կայան կառուցել։ Բայց մյուս կողմից ես ձեր հարցի էությունը հասկանում եմ, այո, Միացյալ Նահանգները պետք է կառուցի, կա նաև հավանականություն, որ ռեակտորը կարող է կառուցվել Միացյալ Նահանգներում, հետո տեղափոխվել Հայաստան եւ այստեղ տեղադրվել։ Մի առանձնահատկություն ունեն ըստ մասնագետների հրապարակումների մոդուլային ատոմային կայանները, առ այն, որ իրենք հավաքվում են բավական հեշտությամբ եւ մոբիլ են։ Մոբիլ են ոչ թե այն առումով իրենց կարելի է հանգիստ տեղափոխել, այլ մոբիլ են այն առումով, որ մասերը կարելի է վերել եւ հավաքել տեղում։ Եթե դա ճիշտ է, որովհետեւ որոշ մասնագետների մոտ եմ դա կարդացել, եթե դա ճիշտ է, ապա Միացյալ Նահանգների համար շատ հեշտ կլինի գործընթացները իրականացնել հենց Միացյալ Նահանգներում, հետո վերել Հայաստանում հավաքել եւ գործարկել։ Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, Լեհաստանում 10-ից ավելի մոդուլային ատոմային կայաններ են կառուցվում, որոնք այդպես կասկադային համակարգով մեկը մյուսի հետ կապված են լինելու եւ հզոր էներգետիկ կենտրոն է դառնալու Լեհաստան։ Պարոն Ղևոնդյան, իհարկե ոչ ես, ոչ էլ դուք մասնագետ չենք այդ հարցում, բայց այդուամենայնիվ այսօրերի քննարկումներին կուզեի անդրադառնալ որոշակի գնահատականների հնչեցման տեսանկյունից, նաև քաղաքական առումով։ Հիմա շատ են ասում, որ այդ կայանները, որոնք առաջարկում է Միացյալ Նահանգները, որևէ կերպ փորձարկված չեն, շատերն են խոսում դրա որակի մասին եւ ասում են, որ Միացյալ Նահանգները, եթե մենք ընտրենք այդ տարբերակը, դա առաջին անգամ փորձարկելու են Հայաստանում, բայց շատ ավելի նախընտրելի կլիներ եւ շահավետ կլիներ մեզ համար։ Իմիջիայլոց Միացյալ Նահանգների առաջարկած տարբերակը շատ ավելի թանկ է։ Նման խոսույթ էլ կա։ Լավ կլիներ, որ մենք ընտրեինք օրինակ ռուսական տարբերակը, որովհետեւ այնտեղ ավելի գուցե մատչելի է եւ ավելի որակով է։ Մասնագետ չլինելով հանդես դրա քաղաքական նշանակության մասով կուզեի ձեր գնահատականը լսել։ Ես մեկ օրինակ արդեն բերեցի Լեհաստանի օրինակը, որտեղ Միացյալ Նահանգները կառուցում է եւ կառուցում է 10-ից ավելի մոդուլային ատոմային կայաններ, որոնք միացվելու են մեկը մյուսին, ինչը նշանակում է, որ տեսեք Հայաստանում դեռ չի սկսվել կառուցումը։ Ինչը նշանակում է, որ մինչև մեզ մոտ սկսվի, մինչև մեզ մոտ կառուցվի այդ կայանը, արդեն Հայաստանում փորձը կլինի եւ մենք կտեսնենք, որ դա աշխատում է։ Ռումինիայում կա խոսակցություն, որ կառուցվում է նման կայան, կա խոսակցություն, որ Չինաստանն է մոդուլային ատոմային կայան կառուցում եւ 300 մեգավատ հզորությամբ, եթե չեմ սխալվում, արդեն կառուցվել է եւ փորձարկվում է հիմա։ Այսինքն կարծել թե Հայաստանում, որը դեռ համաձայնությունը չի տվել, ոչինչ չի ստորագրել, շինարարությունը չի սկսվել, կլինի փորձարկում, իհարկե սա մանիպուլյացիա է ակնհայտ։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հարցին, ապա Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ շատ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից մինչ օրս։ Եւ Հայաստանին բայց ասում եմ ներողություն այստեղ, եթե այդպես դիտարկենք, մի կախվածությունից դուրս գալ, մտնել մեկ այլ կախվածության տակ։ Մենք կախվածությունից դուրս չենք գալիս, Միացյալ Նահանգներից օրինակ գազ չենք գնում, միևնույն է մենք, եթե շարունակենք աշխատել մոդուլային ատոմային կայան կառուցելու ուղղությամբ, ի վերջո կառուցենք եւ աշխատեցնենք, այսպես թե այնպես Հրազդանի ջեկը աշխատում է ռուսական գազով։ Նա շարունակելու է աշխատել ռուսական գազով, այսինքն այնպես չէ, որ մենք ամեն ինչ անում ենք եւ դնում ենք մեկ այլ պետության տակ։ Սա դիվերսիֆիկացիա է, անհրաժեշտ է բերել հնարավորություն նաեւ Ադրբեջանից, ավելացնել մատակարարումները Իրանից, նույն գազի մատակարարումները, Թուրքիայից ստանալ ինչ հնարավոր է, Թուրքիայի միջոցով ստանալ ինչ հնարավոր է, եթե էներգետիկ հնարավորություններ կլինեն։ Տեսեք, արդեն խոսվել է այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգոհամակարգերը միացվելու են իրար, այնպես ինչպես օրինակ միացված են իրար Հայաստանի եւ Իրանի էներգոհամակարգերը կապված գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով, այնպես ինչպես մենք ցանկանում ենք եւ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ միանան իրար Հայաստանի եւ Վրաստանի էներգոհամակարգերը, վաղը Հայաստանի եւ Թուրքիան գուցե էներգոհամակարգերը միացնեն իրար, ինչը հնարավորություն կտա միմյանց միջև էներգետիկ համակարգի կորուստները փոխլրացնել, միմյանց միջև առևտուր անել ավելցուկ էներգիայի, կոնկրետ էլեկտրաէներգիայի դեպքում եւ այս տրամաբանության մեջ դիվերսիֆիկացիան հենց այն է, ինչը Հայաստանին ապահովագրում է բոլոր կողմերից։ Եթե վաղը Ռուսաստանի հետ խնդիր ունենանք, Ռուսաստանից չկարողանանք ստանալ էներգիա, մեր ունեցած մյուս
աղբյուրները կարողանանք օգտագործենք։ Եթե վաղախնդիր ունենանք Միացյալ Նահանգների հետ, կօգտագործենք ռուսականը, որպեսզի փող հատուցենք այդ ամենը։ Դիվերսիֆիկացիան սրա մասին է, ոչ թե ինչ որ մի պետությունից հնարավորինս խորը եւ համապարփակ, ինչպես սիրում են ասել, Ռուսաստանի հետ խորը եւ համապարփակ նորից հարաբերություններ հաստատելու կողմնակիցները հարաբերություններ ունենալ եւ մյուսների մասին մոռանալ։ Շատ լավ ձևակերպես նորից ձեր տաղավարում Հայաստանի վարչապետը նախորդին առ այն, որ մենք որևէ մեկի շահերին դեմ չենք գնում, բայց մեր շահերը մեզ համար առաջնահերթություն են։ Վարչապետի հարցազրույցի հիշատակեցիք, դրանով էլ փորձենք մի քանի նախադասություն ասել եւ ամփոփել զրույցը։ Ինչ կարևոր առանձնացումներ եք արել դրանից։ Գլխավոր առանձնացումը ես արդեն ասացի, Հայաստանի Հանրապետության շահը գերակա է։ Կլինի Ռուսաստանն, կլինի Միացյալ Նահանգները, կլինեն այլ կենտրոններ, այլ երկրներ, նրանք բոլորն ունեն իրենց շահերը։ Եթե դրանք համընկնում են Հայաստանի Հանրապետության շահերի հետ, Հայաստանը ուրախ է եւ աշխատում է այդ պետության, այդ ուժի հետ։ Եթե դրանք չեն համընկնում, Հայաստանը փնտրում է այլ հնարավորություններ։ Անկախ դրանից այս մի պետությունը նեղանում է թե չի նեղանում, նեղանալը միջազգային հարաբերություններում կատեգորիա չէ եւ ռուսները ի վերջո պետք է հասկանան դա, որ նեղանալ պետք չէ, պետք է գտնել շահեր, որոնք կարելի կլինի համադրել։ Սա կարևորագույն ուղերձներ կարծում եմ վարչապետի, մնացած հարցերում թե արտաքին քաղաքականության, թե ներքին քաղաքականության պարզաբանումներ հնչեցին, որոնք կարծում եմ ելի առիթներ կլինեն ձեզ մոտ քննարկել։ Վարչապետի մի մտքի վերաբերյալ նա ասում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը բարձրացրել է Հայաստանի միջազգային քաղաքական եւ ներդրումային նշանակությունը։ Ներդրումային գուցե հասկանալի է, քաղաքական նշանակությունը ո՞նց է բարձրացել Ներդրումային մասին արդեն խոսեցի, այո, դռներ է բացում Վենսը, որոնք նախկինում փակ էին մեզ համար։ Քաղաքական նշանակությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է մինչ այսօր Հայաստան ժամանած ամենաբարձրաստիճան Միացյալ Նահանգների պաշտոնյային եւ ընդունելով հանդերձ այնպիսի հագեցած օրակարգով եւ այնպիսի հագեցած համագործակցային հնարավորություններ է ստեղծել, ինչը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ունի ռազմավարական շահեր Հայաստանի Հանրապետությունում եւ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ։ Եվ սա չի կարող քաղաքական նշանակություն չունենալ, այդ թվում աշխարհակաղակական։ Իսկ ներքաղաքական հարցերի առումով վարչապետի հայտարարություններից որևէ բան առանձնացրել եք հատուկ։ Եկեղեցու հետ կապված օրինակ։ Եկեղեցուն էի ցանկանում անդրադառնալ, ամբողջապես համաձայն եմ նրա հետ, որ Հայաստանի Հանրապետության ներսում այլ պետություն կամ այլ կառույց չի կարող լինել, որը պետությանը չենթարկվի։ Տեսեք, իսկ ֆինանսական հոսքերի հետ կապված։ Թեև այդ հարցը չհնչեց ձեր տաղավարում երեք վարչապետին, բայց Հայաստանի Հանրապետության եկեղեցում, հայ առաքելական եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր խոսում են այն մասին, թե եկեղեցու սպասավորը իրավունք ունի դատարան դիմել։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ինչ վերաբերում է ֆինանսական հոսքերին, վարչապետն ասաց, որ քննարկվում են եւ հետախուզվում են այդ հոսքերի աղբյուրները եւ ծախսի ուղղությունները, արդյունքները հնարավոր որևէ գործ քրեական պատկերացնում եք, որ կարող է դրան հետևել։ Խոսակցություններ այն մասին, որ 165 միլիոն է Ռուսաստանը տրամադրում Հայաստանի Հանրապետություն նախընտրական շրջանում ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերին աջակցելու համար, գուցե այդ գումարի մի մասին է խոսքը, գուցե այլ գումարներ կան բացի այդ 165 միլիոնը, այստեղ խնդիրը այն չէ, թե ինչպես են դրանք գալիս, խնդիրն այն է, օրենք խախտվում է թե չէ։ Եթե օրենք խախտվում է, ես հուսով եմ, որ իրավապահ մարմինները գործեր կհարուցեն, հակառակ դեպքում կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով վարչապետի մակարդակով տեսնում է հանցագործություն, բայց հետևանքներ չեն լինում, ինչը իր հերթին օրենքի խախտում կը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։